Մեքենայի հայլու ապակիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին սկսած ապրիլի 4-ից, ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումը վերջինն էր։ Գողությունները կատարվում էին գիշերները, մեքենայատերերին պատճառված վնասն էլ տատանվում էր 50-ից 150 հազար դրամի սահմաններում, իսկ որ բոլոր դեպքերում կատարողը նույն անձն էր, հուշում էր մեքենաներին թողած տելեգրամյան նույն հասցեն։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մաշտոցի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ 16-ամյա մի պատանի։ Ապրիլի 12-ին առավոտյան ժամը 6:30-ին Բաշինջաղյան փողոցում պատանին հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ այդ պահին իր հետ եղած հասակակից տղայի հետ միասին տեղափոխվեց Մաշտոցի բաժին։ Պատանին ընդունեց, որ հիշյալ 8 հափշտակությունները կատարել է ինքը, նաեւ հավելեց, որ այդ օրերին Աչափնյակ վարչական շրջանի տարածքում կատարել է նմանատիպ այլ գողություններ եւս։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած բոլոր մեքենայատերերին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, հանգամանքները պարզվում են։ Այս հուշանվերային թղթադրամների կապոցն արժե ընդամենը մի քանի 100 դրամ, սակայն հանցագործները օգտվելով մարդկանց անուշադրությունից հազարավոր դրամներ կարող են աշխատել։ Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի եւ դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին։ Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։ Ըստ վերլուծական տվյալների խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները եւ առևտրով զբաղվող անձինք։ Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին եւ քաղաքացիներին գումարային գործարքներ կատարելիս զգոն լինել եւ ստուգել թղթադրամը, իսկ Կենտրոնական բանկը հուշանվերային թղթադրամները տարբերելու մի քանի ձև է հուշում։ Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են եւ անհարթ։ Դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։ Թղթադրամի վերևից ներքև առկա է պաշտպանական ներկից եւ ակնառու տարբերությունը։ Նշված հուշանվերային թղթադրամների դարձերեսին լատինական տառերով առկա է Souvenir Money Offer Mini, Հայաստանի հուշանվերային թղթադրամ գրառումը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանավորված Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակի ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Տեխնիկական միջոցը գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարկ վարքագիծ։ Մեկ երկու բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։
Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։